Խորհրդի մասնակիցներ, դուք լսեցիք դատական նիստի քարտուղարի զեկույցը, ովքեր են ներկայացրել դատական նիստից, դատարանը այսօր պաշտպաններ անջատեք, հեռախոս։ Ձեր մոտ է հեռախոս, անջատեք, ուրեմն պաշտպաններ Էմիլ Խաչատրյանից, Սմբատ Մինասյանից և Վահագն Բաբայանից դիմում է ստացվել, որով վերջիններս հայտնել են հետևյալը, որ մեկ այլ քրեական գործով դատական նիստին մասնարարպես Էմիլ Խաչատրյանը ՏՏ 02-92-01-24 մեղադրների պաշտպանությունն է իրականացնում, որը անցկացվել է Տավուշի մարզի առաջնահերթային Թարեհյան դատարանի միջավայրում։ Նստավայրում այդ իսկ պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին։ Սմբատ Մինասյանը նշել է, որ հրահակակոռուպցիոն կոմիտեում գտնվում է այնտեղ իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվում են համապատասխան քննչական դատավորական գործողություններ, որը իրականացնող մարմին նախատեսում է կալանքի կիրառման վերաբերյալ միջնորդության ներկայացում հակակոռուպցիոն դատարան, այդ պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։ Վահագն Բաբայանը նշել է, որ գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ իր պաշտպանյալների մասնակցությամբ իրականացնում են համապատասխան քննչական դատավորական գործողություններ, որի պատճառով նախատեսվում է նրանց նկատմամբ կալանքի կիրառման վերաբերյալ միջնորդությունների ներկայացում, որի պատճառով չեն կարող ներկայանալ այսօր հունիսի 4-ին նշանակված դատական նիստին, ընտրել են բացակայությունները համարել հարգել։ Դատական նիստին ևս երկու պաշտպան ներկայացան։ Ինչ ունեք այս կապակցությամբ հայտնելով։ Բացի այդ նաև դատարանում ստացվել է միջնորդություն մեղադրյալ Իգոր Սարգսյանի պաշտպաններից, որով վերջիններս ընտրել են միջնորդություն են ներկայացել, խնդրելով թույլատրել մայիսի 5-ին ժամը 9-ից մինչև 23:00, ներողություն, հունիսի 5-ից ժամը 9:00-ից մինչև 23:00 արձանեկան հարավությանը որպես կավոր մասնակցելու, ճիշտ են չի հասկանում։ Նախ դատական նիստը շարունակելու կամ հետաձգելու հետ կապված մեղադրանքի կողմը։ Ողջույն դատարան, քրեական դատավարության ռազմերով իմպերատիվ սահմանված է, որ պաշտպանիչը ներկայանել է դատական նիստին, նրան այլ պաշտպանը փոխարինելու անհնարինության դեպքում դատական նիստը հետաձգելու հիմք է։ Այս պայդրությամբ ես չեմ մտածում, որպեսզի այլ պաշտպաներով ապահովված լինի մեղադրյալները։ Գրավոր կներկայացնենք, քննարկման առարկա կդարձնենք, այդ ժամանակ քննության առարկա կդարձնենք ձեր միջնորդությունը։ Նույնը նաև վերաբերում է Արտուր Սարգսյան։ Հարգարժան դատարան, այո, 5-3 փաստաբաններ այս պահին բացակայում են, իրանք գրավոր ներկայացրել են, բայց դա կապված այսօրվա այս ապօրինի խուզարկությունների հետ կապված, քանի որ նիստը չհետաձգվի, բայց նախապես ոնց որ մեղադրողները արդեն ասեցին չի կարող լինել, բայց ես ասեմ, որ ես խոչընդոտ չեմ տեսնում, պարոն Խուդյանին խնդրել եմ և պարոն Խուդյանը պատրաստ է իրականացնելու իմ պաշտպանությունը այսօրվա նիստը չհետաձգելու համար, մենք խնդիր չունենք նիստը հետաձգելու և կարծում եմ իմ փաստաբանների բացակայությունն էլ հարգելի է։ Եվ հարգարժան դատարան, առիթից օգտվելուց ուզում եմ մի հատ հարց բարձրացնել, որը դատարանի հետ է կապված։ Մեր սրբազան օր, Բազար սրբազանի ծննդյան օրը մի փոքր, որը գաղտնի չի, մի փոքր այդպես, փոքր տորթա եկել դալի, որ շնորհավորել են։ Հիմա այս տորթի հետ կապված այդ օրվանից
դատարանում ենք հանդիպում ենք խոչընդոտների, հենց հիմա որ դալիճը ազատ է, մեր քաղաքացիներին չեն թողնում մտնել, մտնել ներս, արհեստական խոչընդոտներ են ստեղծում եւ մի 15 րոպե առաջ դատարան մտնելուց առաջ արտարոց տենց յուրահատուկ արտարոց ասեմ դեպք եղավ, այս մի տարվա կամ այս 5 տարվա պայքարի մեջ շատ բաներ եմ տեսել, բայց որ հարգելում էին այս ջուրը չմտնել դատարան, ես առաջ եւ պնդումն է նա, որ ասում են մենք որոշել ենք անվտանգությունից ելնելով չպետք է թողնենք։ Եթե այստեղ ամեն մեկը պետք է որոշի, դե այդքան էլ նենց չի զարմացած ենք, բայց ամեն ինչ սպասում ենք ես երկրում, բայց որ ջուրը չպետք է թողնեն մտցնեն դատարանը, շատ ցավալի է։ Պատկերացրեք ինչ վիճակի մեջ է, որ արդեն ուզում են մեր ջուրը կտրեն, Ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ Ուրեմն հարգելի դատավարության մասնակիցներ, ես պատասխանեմ Արթուր Սարգսյանին։ Այդ հապակցության որևէ բան եք ցանկանում եք։ Այս հապակցությամբ ես ունեմ ասեմ, որ Սարգսյանը Արտուրի ասածը խոչընդոտելու հետ կապված գալիս է նախորդ շաբաթվանից, նախորդ շաբաթ, երբ որ նիստի ինչ-միջում արեցինք, դրանից հետո մարդկանց թույլ չեն տվել մտնել ներս, մարդիկ գալիս էին ուղղակի պատոհանի այն կողմից շնորհավորելու Ստեփազանի տարեդարձ։ Երևի ինչ-որ ահաբեկչություն կար այդ տորթը ներս մտցնելու մեջ, չգիտեմ ինչ, մեզ սպառնացին կարգադրիչները, ասին հաջորդ նիստից կտենակ ինչա լինելու։ Ու այսօր եկանք չեն թույլ տալիս շիշը մտցնի ներս, բայց մենք մտցրեցինք, մենք միևնույն է, եթե սա ճիշտ է, մենք անելու ենք։ Բայց ինչից հետո թույլ տվեցին սա մտնի ներս, երբ որ ասենք օրենքը ցույց տվեք, ինչի հիման վրա թույլ չեք տալիս սա մտնի ներս։ Հիմա շարունակում են նույն գործողություններն անել ու ընդեղից հրճվում են, որ իրանք կարեցան իբր ինչ-որ հաջողություն ունենալ։ Ուրեմն, Ժողովուրդ, այս դույնը ընթեմ։ Դատավարության մասնակիցներ, ես լսեցի յուրաքանչյուրի կարծիքը եւ այս կապակցությամբ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել հետեւյալը։ Նախ կարգադրիչներն են կարգ ու կանոնը ապահովում դալիճում, եթե դատարանը թույլ է տալիս, որ դատական նիստերի դալիճ ջուր մցվի կամ այլ առարկաներ, դատարանը հատուկ թույլտվություն է տալիս այդ մասին, բանավոր կարգադրիչներին այդ մասին իրազեկելով, տեղեկացնելով, կարգադրելով։ Երկրորդը, ինչ վերաբերում է մի փուչուր տորթին, ես այդ նախ նման թույլտվություն դատարանը չի թույլ տվել, այդ նույն հաջողությամբ ծնունդը շնորհավորում եք, լավ եք անում, դա ձեր բոլորի իրավունքն է, բայց դատական նիստերի դալիճ առանց դատարանի թույլտվության արգելվում է որևէ նման իր առարկա։ Ինչ վերաբերում է ջրին, ջուրը, դատարանը թույլատրել է, նախկինում էլ է թույլատրել, որ ձեր հետ կարող եք այդ ջուրը բերել, առավել ևս այսօրվա պայմաններում, երբ որ ամառային ամիսն է, ամառվա առաջին ամիսն է եւ եղանակային պայմաններից ելնելով բնականաբար այդ ջրի անհրաժեշտությունը առկա է։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին դատական նիստին թույլ չտալու հետ կապված, դատարանը նման որևէ կարգադրություն չի տվել կարգադրիչներին, այսինքն քաղաքացիները նիստը դրամբաց է, ցանկացած քաղաքացի կարող է գալ մասնակցել, իհարկե զննություն անցնելուց հետո ներկանալ դատարանում։ Եվ այստեղ քմահաճույքի խնդիր չկա, ուղղակի դատարանը եթե չի թույլ տալիս, ուրեմն իրենք պետքա չբերեք, լավ եք արել, Բագրատ Սարգսյանին նորից եմ կրկնում, ծննդյան կապակցությամբ շնորհավորել եք, բայց այդ ամեն ինչը կատարել եք առանց դատարանի գիտության, թույլտվության, հետևաբար ես չգիտեմ ով եք նշում, ինչ, դա իրավունք չունեք ուղղակի դալիճ մտցնելու առանց դատարանի թույլտվության։ Սա իսկական Հետևաբար ես նորից եմ նշում, որ նիստը մեկ վարկյալ, նիստը դրամբաց է, ես դատական նիստը կանցնիչեմ 10 րոպեի չափով, եւ եթե քաղաքացիներ կան, որպեսզի ցանկություն ունեն նստելու դահլիճում լսելու, այդ քաղաքացիները կարող են
զանություն հանձնելուց հետո մտել գալիս։ Դատարանի կողմից կարգադրիչներին նման սահմանափակում կամ արգելքի հրահանգ չի տրվել։ Այս ժամանակն էլ օգտագործենք հետևյալը, ուրեմն մեղադրյալ Սարգսյանը եւ Օկունուշյանը, եթե պաշտպաններից որևէ մեկը այստեղ ներկայացվող պաշտպանությունը ցանկանում է ստանձնել, ստանձնել է նա լինում, երբ որ գերավոր տեսքով կներկայացնեք, դատարանել կողմերի կարծիքը հաշվի առնելով այդ հանգամանքին կանդրադառնալ։ Այս պայդրությամբ 10-ից 15 րոպեի չափով ընդմիջում, ինչ վերաբերում է ջրին, ջուրը դատարանի կողմից թույլատրվում է, որպեսզի գիտեք ինչ, պետք չի դատավորի դեր ստանձնել, այս դատարանը որ ստեղ խոսում է, ասում է, այս կարգադրիչները ներկա են եւ լսում են այդ ամենը։ Մի վերապայեք դες նման իրան։ 10-ից 15 րոպեի չափով ընդմիջում կանդրադառնանք պաշտպան Սարգսյանի միջնորդությունը Իգոր Սարգսյանի հետ կապված, որից հետո մենք հիմնական դատալացումների փուլ ենք։ Գիտեք, ապացույցների հետազոտում ենք իրականացնելու, եթե հնարավորություն կունենանք շարունակելու դատական նիստը։ Bien,